Ինչ է նշանակում պորտֆելի վերաբալանսավորում, ինչպես են վերաբալանսավորում։ Ամենապարզ օրինակը եթե վերցնենք, սովորաբար մարդկանց միջին տարիքի մարդկանց 30-35-40 տարեկան խորհուրդ են տալիս 60-40 պորտֆել ունենալ, 60% բաժետոմսերում, 40% պարտատոմսերում։ Եվ պորտֆելի վերաբալանսավորում նշանակում է, որ մենք ուշադիր նայում ենք, որոշակի ժամանակատվածը մեկ երկի ամեն օր չենք ստուգում, ամիսը մեկ պարբերականությամբ, երամսյակային պարբերականությամբ առնվազն։ Մենք վերցնում ենք, նայում ենք, թե մեր մոտ բաժետոմսերի կշիռը եւ պարտատոմսերի նույն համամասնությամբ է մնացել, թե չէ։ Եթե բաժետոմսերի շուկան շատ աճած լինի, այդ 60%-ը բնականաբար դարձած կլինի 65-70-80, չէ։ Վաճառում ենք այնքան, մինչև բերենք, հասցնենք 60-ի եւ բնականաբար պարտատոմսերի կշիռը արդեն իջած կլինի պորտֆելում։ Պարտատոմսերի մեջ ենք դնում։ Պարտատոմսերը շատ ավելի կայուն գործիքներ են, չէ։ Մենք դնում ենք պարտատոմսերը, պատկերացրեք, սա դառել է 70, սա 30, 60-40-ը դարձել է 70-30։ Այնտեղից 10% կոպիտ ասած վաճառում ենք, բերում դնում ենք պարտատոմսերի մեջ եւ պորտֆելը վերաբալանսավորում ենք։